Միացյալ Նահանգների նախագահը Թուրքիա էր մեկնել Կատարի նվիրած նոր նախագահական ինքնաթիռով, սակայն Անկարայից մեկնելիս հայտարարվեց, որ Թրամփը Միացյալ Նահանգներ կվերադառնա հին Air Force One-ով։ Ավելի ուշ պարզվեց, անվտանգության մասնագետները լուրջ կասկածներ են ունեցել նոր օդանավի պաշտպանվածության առնչությամբ։ Թրամփը էլ ավելի ուշ հաստատեց, որ ինքնաթիռը դեռ լրացուցիչ ապահովումների կարիք ունի։ New York Times-ի հաղորդմամբ Միացյալ Նահանգների հետախուզությունը տեղեկություններ է ունեցել, որ իրանական կողմը գիտեր Թրամփի գտնվելու ճշգրիտ վայրը, այդ թվում հյուրանոցի կոնկրետ հարկը։ Արտակարգ տարհանման հիմնական պատճառը, ըստ հրապարակումների, եղել է հնարավոր հարձակման վտանգը։ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել, որ օդանավակայանի տարածքում կարող է լինել դյուրակիր զենիթահրթիռային համալիրով զինված անձ, թիրախը նախագահական ինքնաթիռը։ Անկարայի օդանավակայանում Թրամփը ցուցադրաբար բարձրացել է Air Force One-ը, սակայն դրանից հետո գաղտնի տեղափոխվել է փոքր C-32A ռազմական ինքնաթիռ։ Ըստ հրապարակումների նրան տեղափոխել են սննդի մատակարարման բեռնատարի բարձրացվող հարթակով։ Այդ ընթացքում նախագահի ինքնաթիռում մնացել են լրագրողներն ու Սպիտակ տան աշխատակիցները, իսկ օդանավը շարունակել է թռչել այնպես, կարծես նախագահը դրա մեջ է։ Գործողության մասին տեղյակ է եղել ԱՄՆ ռազմական և անվտանգության բարձրագույն պաշտոնյաների խիստ նեղ շրջանակ։ Ըստ հրապարակումների նրանց թվում էին պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը և զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դան Քեյնը, որպեսզի օդային հետքերն ու ռադարային տվյալները չբացահայտեին նախագահի գտնվելու իրական վայրը, լրագրողների և պաշտոնյաների ինքնաթիռը շարունակել է օգտագործել նախագահական AF-1 կանչի ազդանշանը, մինչդեռ Թրամփի C-32A-ը մեկնել է Reach 18 կանչի ազդանշանով։ Թռիչքից առաջ անվտանգության աշխատակիցները լրագրողներին և Սպիտակ տան աշխատակիցներին խնդրել են ամբողջությամբ իջեցնել պատուհանների վարագույրները։ Թրամփը արդեն թռիչքից հետո լրագրողներին ասել է. «Դրա պատճառը իր ձևակերպմամբ սրիկաներն էին, որոնց հետ Միացյալ Նահանգները գործ ունի և ինչի պատճառով թռիչքը կարող էր վտանգավոր լինել»։ Թրամփը շեշտել է. «Գիտի, որ ինքն Իրանի առաջին թիրախն է, ուստի հետևում է գաղթի ծառայության և զինվորականների հրահանգներին»։ Նաև ժպիտով հավելել. «Սա առաջին նման դեպքը չէ»։ Անկարայից թռչելուց հետո օդանավերը միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Միլդենհոլ բազայում։ Այստեղ Թրամփը կրկին նստել է Air Force One-ը և արդեն պաշտոնական նախագահական ինքնաթիռով շարունակել ճանապարհը Վաշինգտոն։ Այս հատուկ գործողության մասին տեղեկությունը հրապարակվեց միայն շաբաթներ անց։ Իրանը այս թեմայով ուղղակի մեկնաբանություն կամ հերքում պաշտոնապես չի տարածել։ Միաժամանակ Թրամփի նկատմամբ Իրանի կողմից հնչած վրեժխնդրության հայտարարությունների ֆոնին ամերիկյան կողմը սպառնալիքը դիտարկել է որպես իրական։ Գործողությունը, սակայն, հարցեր է առաջացրել լրագրողների անվտանգության վերաբերյալ։ Սպիտակ տան լրագրողների ասոցիացիան և մամուլի պաշտպանները քննադատել են, որ լրագրողները մնացել են այն օդանավում, որը ըստ հրապարակումների կարող էր օգտագործվել որպես խայծ։ Հիմնական հարցն այն է, եթե հնարավոր հարձակման վտանգը այնքան լուրջ էր, որ նախագահին գաղտնի տեղափոխեցին այլ ինքնաթիռ, ինչու նույն վտանգի տակ թողնվեցին լրագրողներն ու Սպիտակ տան աշխատակիցները։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։